Սիրելի ժողովուրդ, անդրադարձ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, անկեղծ գնահատական։ 18 թվի հեղափոխությունը կարելի ասել հաջողություն էր և Հայաստանի և Սփյուռքի բնակչության համար։ Ինչու էր հաջողություն, որովհետև 91 թվականից սկսած մեր ժողովուրդը երազում էր արդար ընտրությունների միջոցով կառավարություն ձևավորել, ունենալ իր ընտրած պատգամավորներին, ազդել պետության վրա, ազդել պետականաշինության վրա, ունենալ իր ձայնը, իսկ քանի որ 30 տարի Հայաստանում, այսպես ասած, կլանային համակարգ էր, ընտրությունները լիովին կեղծվում էին, դա հաջողություն էր, առանց անձերի, ուղղակի քաղաքական հաջողություն էր, առաջընթաց դեմոկրատիայում, սակայն այդ հաջողությունը անդրադարձավ այնպիսի անհաջողություններով, որոնք եկան ծածկեցին և կշեռքի նժարը թեքեցին դեպի բացասական հետևանքը։ Այդ դեմոկրատիայից մեր ժողովուրդը չկարողացավ օգտվել, որովհետև պատրաստ չէր նրան։ Դարերով 3000 տարվա ժողովուրդը, որը երբեք չէր ունեցել իր ստեղծած կառավարությունը, և հանկարծ 2018 թվականին Ուրարտու Արշակունյաց թագավորություն դաշնակցական կառավարություն տեսած, ցեղասպանություն տեսած ժողովուրդը իր ձեռքն է վերցնում ամբողջությամբ երկրի կառավարումը, և ինչ, բազմաթիվ անակնկալներ, բազմաթիվ չսպասված երևույթներ, կորոնավիրուս, այնուհետև պատերազմ, անհաջողություններ այստեղ, այնտեղ և այլն, նաև հաջողություններ ռոբոտաշինության բնագավառում, կրթության որոշ հատվածներում, այսօր 7-րդ դասարանցիներ կան, որոնք արդեն ռոբոտ են սարքում, արդեն նրանք կոպիտ ասած բայրակթարից մի քայլ են հետ, դա հաջողություն չի, պետք չի միայն սևացնել կամ անտեսել այս կառավարության արածները, բազմաթիվ ցուցահանդեսների կազմակերպում, ռոբոտաշինությունը նորից եմ կրկնում, դա է ապագան, հաջորդ բանակը դրա վրա պետք է հիմնված լինի։ 3 միլիոնանոց մի ժողովուրդ 1000 տարյա պայքար է մղում թուրք-մոնղոլական ցեղերի դեմ, որոնք 10-20 անգամ ավել են։ Այսօր թուրքը 100 միլիոն է, հլը այդ մենակ Ադրբեջանն ու Թուրքիան, Միջին Ասիան էլ դրանից ավել է, բայց նրանք մեր հետ այդքան չեն պայքարում։ Հիմա մեր շանսը ո՞րն է, միայն տեխնոլոգիաները և մեր մտավոր կարողությունները, իհարկե մեր հայկական բազուկը միշտ կա ու կա, բայց պետք չի նրան այդ բազուկը, այսպես ասած, շահագործել տեղի անտեղի զոհեր տալով, դա սխալ ճանապարհ է, այն կինոյի որ ասեց, это дорога никуда не ведет, մի հատ լավ դերասան ունեինք սերիալի մեջ, դա այդ ճանապարհը տանում է ոչ մի տեղ, տենց զոհերի գնով, մեծ զոհերի գնով, ռուսները դա կարող են անել այսօր Ուկրաինայում օրը 1000 զոհով մի գյուղ գրավել, բայց դա մեր ճանապարհը չի, մենք պետք է ունենանք բարձր արդյունավետության բանակ, որից սարսափի ամբողջ ռեգիոնը, ներառյալ Թուրքիան։ 18 թվի հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հասավ նաև նրան, որ մեր ժողովուրդը ինքնավստահություն ձեռք բերեց, դա եղավ տարբեր ոլորտներում արտահայտվեց, թե բիզնես ոլորտում, գյուղատնտեսության վարկավորումը, որ սմարթ գոմեր և այլ, բիզնեսները շատացան, մարդիկ սկսեցին գործ դնել, փող աշխատել, դա պետք է գնահատել, դա արվեց, գործերը, փողերը դրանք լրիվ արվեցին, պլյուս այս ամեն ինչին կառավարությունը հաջողակ գտնվեց նաև արտասահմանյան
գործընկերների հետ կարողացա պայմանավորվել, մեծ վարկանի փաթեթներ վերցնել, որը զարգացնել տնտեսությունը եւ այլը, ներդրումներ եկան, շինարարության ոլորտում մեծ հաջողություններ կան, եթե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ գլուխ էին գովում միայն հյուսիսային պողոտայով, հիմա կարելի ասել 300 շենք զուգահեռաբար Երևանում է միայն կառուցվում, էլ չհաշված մարզերը, Աշտարակի խճուղի, Զովունի, ամենուրեք շենքեր են կառուցվում, այսպես որ շարունակվի, երևի մի օր Զովունին դառնա Լոս Անջելոս, չիմանանք, պետք է նաև դրա մասին մտածել։ Լավ, անդրադառնանք անհաջողություններին, իհարկե ամենագլխավոր անհաջողությունը դա մեր ռազմական և բանակի անհաջողություններն են, այն որ ելակը և բանանը մտավ բանակ, կարելի ասել ոչ մի օգուտ չտվեց, մարտունակությունը բանակի կարելի ասել իջավ, երևի մի 10 անգամ իջավ համեմատ 2000-ական թվականների, ունեինք Իսկանդերը չօգտագործվեց պատերազմի ժամանակ, սակայն պետք էր օգտագործել, դա մեծ կոպիտ սխալ էր, ինչքան էլ որ Եվրոպան ուզեր, որ չխփվեին, չխոցվեին ադրբեջանական այդ նավթամուղերը, դա պետք էր անել, անպայման, եթե դա չարվեց, Ալիևն էլ մտածեց, ուրեմն հայ ժողովուրդը չի ուզում պայքարի, մտածել է, որ կարելի է նաև զիջել և այդ Իսկանդերի չօգտագործումից սկսվեց նահանջը, չէ որ տարիներ շարունակ դրա վրա էր մեր հույսը, այսինքն դա կարևոր կետ էր զբաղեցնում մեր պաշտպանության մեջ, ինչու դա չօգտագործվեց, ընկեր Փաշինյանը երևի պատասխաններ ունի տալու դրա հետ կապված, բայց չի տալիս, նա մի անգամ միայն նշեց, որ 10%-ով է կրակել Իսկանդերը, որը դա 10%-ն էլ ընկել է բանկի վրա և ինչպես պատահեց, որ այդ հրթիռի, այսպես ասած, նպատակակետը բանկն էր հայկական, այլ ոչ թե նավթամուղը կամ այլ ադրբեջանական թշնամական օբյեկտներ, այդ պատերազմը դեռ շատ հարցականներ թողեց, դա կարելի ասել անլուծելի խաչբառ էր հայ ժողովրդի համար, այդքան խտացված կերպով, այդքան իրադարձություններ, որոնք վերլուծության չէին ենթարկվում, մի կողմից ՊՆ-ի սուտը, շղարշը, որը ամեն օր ասվում էր, որ հեսա օպերացիա են անում, թուրքերը լրիվ կոտորվում են, ձորում էլ տեղ չկա, գետերը լցված են թուրքական արյամբ, դա կոպիտ ստեր էին, որի համար երևի վճարվել էին համապատասխան ՊՆ-ի մամուլի քարտուղարները, որ դա ասեին և մյուս կողմից զենքը չէր հասնում տեղ, քանի որ թուրքերը երևի խնդրել էին վրացիներին, որ փակեն սահմանը, իսկ մեր կառավարությունը դիվանագիտական ֆրոնտում պարտություն կրեց կոպիտ և չկարողացավ Վրաստանի հետ բացել այդ սահմանը, ռուսները ստիպված Էրեբունի օդանավակայան ամեն օր ինքնաթիռ էին ուղարկում զենքով, բայց այդ զենքը բավական չէր մի ինքնաթիռի մեջ եղած, այդ ինչքան զենք պետք է լիներ այնտեղ, մի ինքնաթիռի մեջ քանի հատ տանկ է տեղավորվում, կամ քանի հատ փամփուշտ, դա հնարավոր չի ինքնաթիռով մատակարարել և պատերազմ հաղթել, դու ունես երկու ճանապարհ, կամ բաց սահմաններ և մշտական մատակարարում ցամաքով, և երկրորդ ճանապարհը սեփական արդյունաբերություն, որը չկար, այսինքն այս հարցը դրված է Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ուսերին, պարոնայք, դուք չեք զարգացրել Հայաստանում ռազմական արդյունաբերությունը, այսպես ասած
թողել եք կոտրած ավտոբուս առանց պակրիշկի, ոնց որ վարչապետն է նշում շատ ճիշտ կերպով, որը եկել է 18 թվականին, նստել է այդ ավտոբուսը, մեր դեպքում ավտոբուսը հայոց բանակն է, որի մի պակրիշկեն դուրս է թռնում, մյուս բանտաժը կոտրած է, կառոպկեն յուղ է թափում եւ այլ, այս խնդիրներով ինչպես կարողանար այդ մարդը 2 տարում բանակ կառուցել, հասկանում ենք, բոլորն էլ հասկանում են, որ 2 տարում ինչ որ բան կարելի էր անել, հարգելի պարոն Բագրատյան, միշտ որ ասում եք 2 տարում ինչ անեիք, դե անեիք, դուք 2 տարում եք բանակ ստեղծել, 88 թվականից մինչև 93 թվականը բանակ եք ստեղծել, դա քանի տարի անում, 5 տարի ձեզ պետք է կա, որպեսզի բանակ ստեղծեք, այն էլ հələ դուք ստեղծել եք այնպիսի մի բանակ, որը սաղմնային փուլում էր գտնվում, այս մարդուց ինչ եք ուզում, Նիկոլ Փաշինյանը 2 տարվա մեջ, ոնց բանակ ստեղծել ուժեղ բանակ, այդ նույն բանն է, ոնց որ հիմա գնանք Բուրկինա Ֆասո, ասենք 2 կամ 3 տարում դառեք մի հատ Թուրքիայի նման հարաբերություն բանակ ունեցող 1 միլիոն զինվոր, Թուրքիան 1 միլիոն զինվոր ունի, ուրեմն իր պահեստազորը հաշված 1 միլիոն մշտական զորակոչի ենթակա զինվոր, այսինքն մեզ ուղղակի բանակ պետք չի, որը կռվի ինչ-որ մի գյուղի դեմ կամ վրացական մի հատ հիմար բանակի դեմ, մեզ պետք է բանակ, որը կարողանա կռվել Թուրքիայի դեմ, քանի որ հասկանալի է, չէ, Ադրբեջանը հանդիսանում է Թուրքիայի չգրանցված մարզը, դա վասալ պետության շեֆն է իրա, եւ մենք եթե կռվում ենք Ադրբեջանի դեմ, մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը անընդհատ կարող է զենք ստանալ նաեւ ջրի Թուրքիայից, եթե Թուրքիան զգա, որ գումար չունի Ադրբեջանը, մեծ հաճույքով իր ամբողջ բանակը կտա ջրի Ադրբեջանին, մենակ թե կոտորվեն հայերը, այնպես որ Հայաստանը գտնվում էր